Այդ առումով ես իմ կողմից ավելացնեմ, որ իրադարձությունների զարգացումը կարող է լինել 3 տարբերակով։ Բացառում եմ իմպիչմենտի գործընթացի օրակարգից դուրս գալը քաղաքական, դա բացառում եմ, մինչև նույնիսկ 2026 թվականի, եթե նույնիսկ ենթադրենք հասնենք ընտրությունները, դա օրակարգում լինելու է եւ անպայման հանրությունը ընտրողները այդ հարցը տալու են ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր ընտրությանը կմասնակցեն, թե ինչու չարեցին։ Տարբերակ առաջին, երբ որ երկու խմբակցություններ ընդդիմադիր, ի վերջո մի կողմ կթողնեն իրենց տարաձայնությունները, անձնական ամբիցիաները, որը հստակ արտահայտվում է գոնե խմբակցություններից մեկի կողմից եւ կառաջադրեն միասնական տեխնոց, որի շուրջ բոլորս միասին կհամախմբենք եւ աշխատանք կտանենք։ Տարբերակ երկրորդ, եթե խմբակցություններից մեկը մասնավորապես Հայաստան խմբակցությունը շարունակի այս գործելավոճը, որը որ ինքը աշխատում է, այսինքն ներսից տորպետահարումը իրականացվի, այսինքն խմբակցությունից մյուսը առաջադրի տեխնացու եւ արդեն ոչ մասնակցության եղանակով Հայաստան խմբակցությունները միանա գործընթացին եւ նորից սկսվի այսպես միասնականության համախմբման գործընթացը, սա իմ համար ոչ ցանկալի տարբերակ է։ Եվ երրորդ տարբերակը, եթե ի վերջո մեր երկու խմբակցություն, դիմադիր խմբակցությունները հրաժարվեն իրենց նախընտրական բուն խոստումից, դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խոստումն է, եւ այդ ժամանակ հանրությունը ինքը իր ուժերով առաջադրի տեխնացու, հանրության համար ընդունելի տեխնացու եւ պատգամավորներին, արդեն բոլոր 107 պատգամավորների մասին է խոսքը, արդեն առանց տարանջատելու ընդդիմադիր իշխանական, սկսվի այսպես պարտադիր կամավոր սկզբունքով ստորագրահավաքը։ Այս պայմանությամբ ընդդիմադիր դաշտում ընթանում են շատ ակտիվ բանակցություններ, հուսով եմ դրանք մոտապես, եթե ժամանակագրությամբ ասեմ, մի քանի օրվա այսպես բան ունեն, գործողություն ունեն, մի քանի օրից մենք կիմանանք այդ տեխնացուների այդ բանակցությունների արդյունքները եւ արդեն հուսով եմ կմտնենք կիրառական փուլ, ոչինչ չանելու այս ընդդիմադիր դաշտի այս ապատիկ ոչինչ չանելու այս մուդից տեղափոխվենք արդեն գործնական ստորագրահավաք, հանրության մոբիլիզացիա եւ այլ այդ բոլոր փուլերը։ Ես